Պարոն Գերամ Հակոբյան, Արմեն Վիրագյան, ընթացագետներ։ Պարոն Հակոբյան, աշխարհում, եթե ես չեմ սխալվում, կա 50 թե 100 տրիլիարդ փող, սև, որոնք sense պատտվում են, չէ՞ աշխարհում։ Որ տրիլիարդներ է հասնում։ Տրիլիարդ չէ, բայց տրիլիոններ կան։ Տրիլիարդ տեսիվ չեմ հասկանում։ Տրիլիոններ, այսինքն ոնց որ 990 միլիարդ տրիլիոններ, ներողություն, հա, եթե չեմ սխալվում, կարծեմ 10 միլիարդ 10 տրիլիոն դոլարի չափ ազատ փող կա։ Կարծիքով ավելի շատ, կարծեմ, եթե չեմ սխալվում, 30 թե 50։ Ոնց չեն կարողանում, ասենք այդ տրիլիոններից 10-20 միլիարդ բերվի ստեղ։ Ու մենք մի քիչ ուշացել ենք էս Եվրոպայի այսքան թղթեր բան փողերը լվացա, մինչև այդ մենք կարային կանգնենք։ Մենք այդ չանսն է բացվում։ Կապիտալը ասես բանն է։ Պետք է իրանց հատուկ բերել։ Իրանց են գալի գտնում քեզ։ Եթե դու բարենպաստ պայման ես ստեղծել, ինքը քեզ կգտնի։ Դու ժամանակ այսօր լավ ինտերնետի դարա։ Եթե իմանա քո դրությունը սենս է, քո դատական համակարգը նորմալ աշխատում է, քո երկրում կան կադրեր, քո երկրում նորմալ հարկային համակարգը աշխատում, եւ այլն, դու ունես նորմալ տնտեսական պայմաններ ինվեստիցիաների համար։ Իրանք քեզ կգտնեն, իրանք կգան քո դուրը, կասեն ուզում ենք էս անենք, ուզում ենք այն անենք, հասկանում ես։ Իրանք սկսեն քեզ պարտներ մանգալես երկրում։ Նույնիսկ դու որ ման չգաս, հասկանում ես։ Ներողություն, ազատ տնտեսական գոտիներ ինչի ստեղծվում։ Այս ազատ տնտեսական գոտիներ ձևական ունեն 0%։ Մի քանի հատ ունեն, չէ, բայց դրանք ընդհանրապես օֆիսներ են։ Առանձնապես բան չկա այնտեղ։ Այսինքն ուզում ես նալոգ չմիջես, գնես այդ օֆիսը տեղ ես վարձում, որ այդ օֆիս սարքողը այդ օֆիսի արենդից օգտվի, եւ всё այդքան բան։ Դա այն ազատ տնտեսական գոտի չէ։ Ազատ տնտեսական գոտիները պետք է լինեն նպատակային, որ իմենա, ասենք, արդյունաբերական։ Որ դու արդյունաբերական լաբորատորիաներ պետք է ունենաս, ցեխեր ընդեղ ունենաս։ Դու պետք է տնտեսական գոտի տեսակես, պայմաններ ստեղծես, որ մարդիկ կան ցեխեր վեկանեն, ցեխերի հետ նաև օֆիսներ ունենան նաև պահեստներ ժամանակակից պայմաններ, որ ինքը կա, բայց դա ունենալուց առաջ դու պետք է իմանաս փող, այդ կա պոտենցիալը կհանձնես, դու սկզբից չպետք է դիսարկես, դու պետք է միջավայրը լավացնես, նոր ինֆրաստրուկտուրա համապատասխան վարչապետը կամ տնտեսության նախարարը ֆինանսների, էկոնոմիկայի ինչ կանի առաջիկայում։ Չէ, դա էկոնոմիկայի նախարարի խնդիր չի, դա մեծ քաղաքականությունն է։ Դա նախարարի Հիմա դուք ունեք թիմ, ի՞նչ կա։ Ես կյանքում այս կառավարության պայմանները երբեք նախարար չի երաշխել։ Չէ, այսինքն նոր է, դուք դա վարչապետի եւ պարլամենտի մակարդակի հարց է։ Ձեր քայլերը, լավ, ձեր թիմի քայլերը օրինակ։ Եթե բատական համակարգը չի աշխատում, ինվեստորը որ գա իրան հանգարց խափեցին, ինքը ում է դիմելու։ Հարց եմ տալի, ում է դիմելու, հասարակ բան։ Դատի է տալի Հայաստանը։ Հասկանում ես։ Կինոյակայինն է։ Սա, դա բանի, էկոնոմիկայի նախարարի խնդիրը չի անում։ Լավ, դուք վարչապետն եք, ինչ կանեք քայլերը։ Որ ներդրումներ կան, հրապուրի ջերմի Առաջին հերթին օրենսդրական համակարգը։ Ոչ, առաջին հերթին ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ։ Երեք էդի նախապայմանը, ես չի հալ չեմ ուզում։ ԵԱՏՄ-ն դա ասել եմ, դա այն կապկանքն է, որ մեր վրա դրած է։ Որ մենք չկարողանանք զարգանալ։ Всё։ Այսինքն քեզ երկրորդը գտալով տալիս է, որ դու ինքնուրույն սովիտ չմեռնես։ Երկրորդը։ ԵԱՏՄ-ից դու դուրս գաս, դու դա ազատ մարդ։ Առաջին հերթին ազատություն։ Երկրորդը։ Իսկ որ դու ազատություն ունես, քո հետ արդեն շատերը կուզեն խոսել։ Որտեղ sense որ մեկը ուզում է քո հետ խոսած ու արած։ Սրա տերը ռուսն է։ Սկզբից ռուսի հետ խոսա, նոր գնա իր հետ խոսա։ Դե է։ Հասկացա՞ր։ Ոչ մեկ չի գա։ Որտեղ գիտեն որ դու որոշում չես կայացնելու։ Ռուսետեշը չի։ Դրանով քո հետ ինչ խոսան։ Եթե դու որոշում չես կայացնում, քո հետ ինչ խոսան։ Եթե քո փոխարենը ուրիշն է որոշում կայացնում, քո հետ ով խոսա։ Սուբյեկտ չես։ Որ մի լուրջ մարդ է, լուրջ բիզնեսմեն, որ միլիարդներ ունի ինվեստիցիոն, կգա քո հետ խոսա իմանալը որ դու ռուսի շատ կներես Բանես, գաղութ ես, եկաս էդի ռուսի հետ խոսեմ պանարուր, ռուսել հիմա գիտես, աղետ հակասության ռուսի գաղութը ժողոր ճան, ոչ մի ներդրող չի գալը։ Արդեն դա բաց է, բայց եթե ասենք գոնե դրանից ազատվենք, ասկան գոնե դրանից ազատվենք։ Երկրորդ փուլը։ Երկրորդ փուլը արդեն շատ հասարակ է, նո ասեն, մի հատ ընդհանուր մի հատ մոտեցում կա, երբ որ ասում ենք ինտեգրվենք ԵՄ, ԵՄ-ը տալիս է այդ սա հնարավորությունը կա։ Ինչի համար, այսինքն այդ սա մեխանիզմները ԵՄ-ում կա։ Իրանք դեզի օգնելու են իրաց կոնսուլտանտներով, որ մենք այդ բարեփոխումները իրականացնենք համակարգային։ Համակարգային։ Բայց բացի ԵՄ-ից նույնիսկ մենք պետք է հասկանանք ինչ ենք ուզում անենք, ոնց պետք է անենք։ Մենք պետք է մենակ չլինենք, որ միջոց մեկը մեզ կառավարի։ Մենք մեր սուվերենիտետը չպետք է, մենք մեր շահերն ենք այնենք պահպանել։ Մենք հիմա ինչ չենք։ Այսինքն մենք պետք է հասկանանք, եթե մենք ուզում ենք միջազգային էկոնոմիկայի մեջ ինտեգրենք, առանց դրա մենք չենք կարող զարգանալ։ Մենք ինչ ունենք առաջարկել։ Լսի, եթե մենք ուզում ենք առաջինը ասացել, դա լեզվի խնդիրն է, մեր բարերը պետք է անենք։ Լեզու, բոլորին անում ենք։ Կրթական համակարգ, ուրիշ կրթական համակարգը սկսում մանկապարտեզից, դպրոցից, հետո մասնագիտական քոլեջներ, հետո նոր բուհեր։
Արցախից եւ մենք չունենք այս զվենոն շատ վատ է, մասնագիտական բու է։ Այսօր դու սվարչի գորից փճարես, տեխնիկացված։ Կամ ֆրեզերոշի կամ սանոշնիկ կամ չգիտեմ օպերատոր։ Հասկանում ես, ասեք դու ունես ավտոմատիզիրованная լինա, ռոբոտոտեխնիկա է, դրե Գերմանիայից ինչ որ ավտոմատիզированная լինա, այդ ավտոմատիզированная լինայի ինժեներ, օպերատոր, մասնագետ կա, որը գերմաներեն կարա ինստրուկցիա կարտա կամ անգլերեն ու կառավարի էդի։ Հասկանում ես, սենց հարցեր կա։ Հասկանում ես, այդ սա պետք է բերել այդ ստանդարտների։ Այդ սա բերել կրթությունը, կադրերը, մեկերը։ Իսկ ոնց, քոլեջներ բացեք։ Համատեղ քոլեջներ բացեք։ Նրանց կրթական ունեն նրանք 2 տարեկան քոլեջներ, չէ՞, ամերիկայում կան քոլեջ, որ մասնագիտական քոլեջ, այսինքն Եվրոպայում կան։ Պայմանավորված Գերմանիայի ինժեներական քոլեջները բերեք ստեղ կոպի արեք, բերեք դրեք ստեղ։ Սկզբից դասախոսներին բերեք ստեղ, թող ստեղ անգլերեն լեզու սովորածները գնաց սովորեն, հետո կամաց բազմանան։ Բերեք ինստրուկտորները սկզբից, որ օգնեն։ Դες տարբեր ճանապարհներ, կադրեր բերեք, ուրիշ ճանապարհ չկա։ Բացի փողից, բացի բիկից պետք են կադրեր։ Առաջի խնդիրը որ պետք է։ Բացի այդ ասում համատեղ ձեռնարկություններ։ Ինչի համար այդ կանալները պրոդաժաների, վաճառքի կանալները, դու չես կարող մենակ մտնես միրավե շուկա, մեծ կոնկուրենցիա է։ Ասում եմ, այսօր մոնոպոլիստական կոնկուրենցիան է։ Ասում եմ, Ջոն Ռոբինսոնը մեկ է տեսություն Չեմբերլենը, չէ՞։ Լուրջ տեսություն են գրել, չէ՞։ Նա գրել է նեսավերշինная կոնկուրենցիա, այն մեկը գրել է մոնոպոլիստական կոնկուրենցիա։ Ну, ես ավելի կողմնակից եմ մոնոպոլիստական կոնկուրենցիա, որ կոնկուրենցիան հիմա ազատ շուկայում չի, այլ մոնոպոլիստների մեջ է տեղի ունենում կոնկուրենցիան։ Այսինքն միջազգային շուկան вообще մոնոպոլիզացված է։ Հասկանում ես։ Մոնոպոլիզացված է։ Այնտեղ մտնելու դու միայն չերես այդ մոնոպոլիաների միջոցով կարաս մտնես։ Որովհետեւ տակ չես կարող մտնել, որովհետեւ դու այդ ռեսուրսն ու հնարավորությունը չունես, որ եթե քանի միլիարդներ տասնյակ դու ներդնես մարքեթինգի, ռեկլամի, բրենդ մենեջմենտի, չգիտեմ ինչի մեջ, պրոմոութենի մեջ, որ դու ինչ որ ապրանք կարողանաս հանես մասշտաբային, որ դու մասշտաբային արտադրես հանես, ասենք $1 միլիարդ վաճառք ունենաս։ Ինչ որ մի բան, հասկանում ես, չէ՞։ Դե IT-ն ինչ որ IT-ում բաներ։ IT-ն մեր մոտ աշխատում է այդ կամպանիաների վրա։ Հա, միջնորդավորված։ Պետք է բերենք։ Ասկան դատարկ IT-ն ինքը product չի ստեղծում, ինքը օգնում է պրոմիշնենեսին, արտոնաբերությանը, ինքը օգնում է, ինքը կցորդ է դրան։ Հիմա դու IT ունես ծրագիր, դու չես կարող պամիդոր ունենաս, մինչև դու պամիդորի սերմը չունենաս, հողը չունենաս, մինչև ջերմոսը չսարքես, պամիդորի չտնգես։ Նոր IT-ն օգնում է քո արտադրողականությունը բարձրացնել։ Բայց մենք պետք է ջերմոսը, պամիդորը, գյուղատնտեսը բանը ունենանք, տեխնոլոգիան ունենք, որ նոր IT-ն միացնենք ավտոմատիզացիայի շտitsով ոչ թե 100 հոգի մարդ աշխատի, այլ 2 հոգով է ջերմոցը կառավարել։ Չէ, IT-ի ֆունկցիան ի՞նչն է, որ օգնում է, որ դու քո արտադրողականությունը ավելացնես, քո տվյալները ավելի արագ ստանաս, անալիտիկա անես, ժամանակին դու շուտ լուծումներ գտնես։ IT-ն ընդհանրապես դա օգնում է քեզ, բայց դա հիմնականը չի, հիմնականը բազովի տնտեսությունն է։ Ասում եմ, abstract-ն IT-ն դա product չի։ Ինքն իրանով ցեննս չունի։ Հասկանում ես, ինքը ցեննս ունի, դա միանում է ռեալ ցեննստին, արդեն ռեալ ցեննստի գինը մի քանի անգամ ավելանում է։ Ոտ IT-ի դերը։ Իսկ մեր մոտ IT կամպանիա սա բան է, outsourcing է աշխատում։ Ուրիշ մեծ կրուպնի IT կամպանիան արտասահմանից զակազատել Էժան ուժար, չէ՞։ Խոպան էլի։ Հա, Էժան IT-շտիկա ստե աշխատում է Էժան կոպեկներով։ Տալիս են նա 10 պատիկ անգամ թանկ ծախում է Siemens-ին, ծախում է չգիտեմ ABB-ին, ծախում է չգիտեմ General Motors-ին այդ product-ը մշակում է։ Հասկանում ես, всё։ Այսինքն դու եթե ուզում ես քո IT-ն նորմալ զարգանա, բառնացել նստել, չէ՞։ Որտե դու արտոնաբերություն ունես, որ քո արտոնաբերության վրա աշխատի IT-ն։ Որ ինքը կա ասի քո զավոդը ես ավտոմատիզացնում եմ, ես ծրագիր եմ գրում, որ ինքը քո տվյալները սենց հավաքի, սենց անալիտիկա անի, քեզ օգնի սենց անես, որակը սենց պաշտպանի։ Եվ այլն, խոտանը շատ չնի, կոնտրոլ անեմ, որ ճապոնական համակարգ մտցնեմ, կամբանի համակարգ մտցնեմ, չգիտեմ, ձինթային անեմ, այս անեմ, այն անեմ, կայձեն օգտագործեմ այդ մենեջմենտների մեթոդները։ Հասկանում ես, բայց այդ սա IT-ն կարող անի, եթե դու ունես ինչի վրա կպցնես դա։ Կամ պետք է դու գյուղատնտեսական հիմնարկ ունես, կամ պետք է արտոնաբերական հիմնարկ ունես, կամ մի լուրջ լոգիստական ցենտր ունես, որ լոգիստիկայով զբաղվում, որ անալիզանում ոնց ապրանքա շարժերը, դուր ճանապարհները, որտեղ ինչով տանի, որ հասցնի ամենաեժանալի, այստեղ նավով տանի, այնտեղ, չգիտեմ, սամոլյոտով տանի, թե այնտեղ ավտոյով տանի, թե այնտեղ գնացքով տանի, սա հաշվարկներ անի։ Հասկանում ես, այդ սա պետք է տիրապետեն միջազգային շուկայում ոնց է աշխատում։
Հետո սրախավոր կամպանիաների հետ դաշտել միջազգային, որոնք ապահովագրում են, վերաապահովագրում պետք է լինի, որտեղ ստե ապահովագրում կամպանիաները շատ փոքր են, չեն կարող մեծ ռիսկեր ապահովագրում, պետք է իրենք վերաապահովագրեն։ Սա այդ մեխանիզմները պետք է աշխատի։ Հասկանում ես։ Այո։ Դա համար այդ սա համակարգը է, որ սենց սկզբից օտրասել, ասեմ, բնակավար, հա։ Այո։ Ոլորտ նշանակում, հետո պետք է դա ինտեգրես, թե սա իրար հետ ոնց է համագործակցելու։ Այսինքն մեր ատրաստելու բալանս ոնց պետք է կառուցես։ Քո զարգացման ծրագիրը պետք է լինի մի քանի ուդարնի օտրաստներ գտնես, որը դու կարաս պրավիվ անես, ասեն disruption։ Մենք չենք կարող ամեն ինչում ուժեղ լինենք, պարզ է։ Բայց պետք է որոշենք ինչու կարանք ուժեղ լինենք, ինչի վրա կենտրոնացենք, ինչի վրա զարգանանք, հասկանում ես։ Գիտե բարձր տեխնոլոգիաներ են ունի, այնտեղ էլ տարբեր բնակավար կա։ Կա բիոտեխնոլոգիաներ, тоже բարձր է։ Բիոտեխնոլոգիաներ, IT տեխնոլոգիաներ, ասենք ռոբոտոտեխնիկա, չգիտեմ ինչ,